Պարոն Ղազարյան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները դարձյալ հավաքվել էին, պահանջում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։ Ձեր կարծիքը ընդհանրապես ստեղծված իրավիճակի մասին։ Խնդրի լուծումը հետևյալն է, որ պետք է այդ ամեն ինչը քննարկել, պետք է ենթարկել անալիզի, պետք է մոնիտորինգ անել, հասկանալ, տեսնել մեղավորներով եւ պատժել, այդքանը։ Այդ ընթացքում բնականաբար մեր ժողովուրդը մի քիչ չի կարող անհամբեր է, ուզում են ամեն ինչ արագ իմանալ, բայց բնականաբար դա չի անցնելու այդպես։ Այսինքն հիմա լուրջ գործընթացներ են։ Այո, նույնը հայտարարել է նաև ֆեդերացիայի նախագահան, ճիշտ է։ Ուրեմն պետք է մի քիչ համբերել եւ բոլորս ականատես կլինենք։ Նրանք ժամկետներ էին նշել 3 պահանջ ներկայացրել, որոնցից ոչ մեկը չէին կատարվել։ Դե բնական է, իրանք էլ մտածում են, իրանք էլ են, դե երիտասարդ են, բնական է, իրանք էլ են ուզում, բոլորս է ուզում ենք ճիշտը իմանալ, այո։ Եվ ուղղությունները տարվում են։ Արդյոք Ռուբեն Հայրապետյանի հրաժարականով մենք խնդրին լուծում չենք։ Չեմ կարծում։ Իրականում չեմ կարծում։ Խնդիրը, հասկանում եք, խնդիրը, եթե հրաժարականը տալով որևէ մի պաշտոնյա, եսի նկատի չունեմ ֆուտբոլի ֆեդերացիան, ես ընդհանուր առմամբ եմ ասում։ Եկեք մի հատ հասկանանք ինչ է կատարվել, նոր հրաժարականը միշտ է կա, գործ առաջ կգնա հրաժարականով։ Կապ չունի, ես էլի եմ ասում, եսի նկատի չունեմ ֆուտբոլի ֆեդերացիան։ Սիրելիս, ես ասում եմ յուրաքանչյուր որպես աշխատանքային գործընթաց։ Այսինքն կոնկրետ դավաճաններին պետք է գտնել։ Միանշանակ, իհարկե, եւ պետք է պատժվեն։ Սա այն իրականում մոլախոտն է, որը պետք է մենք վերացնենք սպորտում։ Բայց դա չի նշանակում, որ մենք նստած ձեռներս ծալած նստած ենք եւ գործ չենք անում, կամ ֆեդերացիան չի անում, նախարարությունը չի անում։ Չի կարելի այդպես հայտարարություններ անել։ Ուղղակի մենք չենք հայտարարում, այն ինչ որ անում ենք։ Հավաքականի նոր մարզիչի հարցը հիմա քննարկվում։ Չեմ կարող ասեմ, դա արդեն որպես հասարակական կազմակերպություն որոշումը կայացնում է հենց ֆեդերացիան։ Ես այդ հարցում չեմ կարող։